Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են, Իսկենդերունի Սուրբ 40 մանկանց եկեղեցու վերականգնման համար տրամահավաքը կշարունակվի, Իրան հարվածած է Քուվեթի մեջ շահագայված օդային ռազմակայանը, Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատան բղծման գործով առաջին թաթական նիստը օգոստոս 20-ին, Հոլիվուդի սկեսներու հայկական վարպետը, Հայրուց ցեղասպանություն եզրույթին պատճառով փակված ռադիոկայանը դիմաց է Թուրքիո սահմանադրական թադարան, հայկական եկեղեցիները համայնքային ինքնության պահպանման հենասյուներ, Արամ Խաչատրյան համերգասրահին մեջ բացվեցավ Խաչատրյան ռուֆթոփը, Ջավախքի լեռները։ Արևմտյան Հայաստանի Իսկենդերուն քաղաքի Սուրբ 40 մանկանց հայկական եկեղեցու վերականգնման տրամահավաքը կշարունակվի։ 2023-ի երկրաշարժերեն վնասված եկեղեցու հարագից շինություններուն եւ գալվածներուն վերականգնման համար անհրաժեշտ է շուրջ 77 միլիոն թրքական լիրա։ Օգոստոս 2-ին գնալը գղզիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մեջ պիտի մատուցվի հատուկ պատարակ եւ պիտի կատարվի հանքանագություն։ Պահպանենք այսօր հբարդանանք վաղը գարկախոսով հիմնադրամը գտիմե նաեւ սփյուռքահայության աջակցելու հայկական հոգեվոր եւ մշակութային ժառանգության պահպանման այս նախաձեռնության։ Իրան հայտարարած է, թե հարվածեր հասուցած է Քուվեթի մեջ գտնվող Ահմեդ Ալ-Ջաբեր օդային ռազմակայանին։ Համաձայն Կամիկազե անօդաչու սարքեր հարվածած է ռազմակայանի գործանիչներու անկարները, արբանյակային գաբի համագարկերը եւ սարքավորումներու բահեսները։ Նշված է, որ ռազմակայանը կարևոր դեր ունի ԱՄՆ-ի օդային հետախուզական գործողություններուն եւ ամերիկյան բանակի օդային աջակցության ապահովման մեջ։ Արևմտյան Հայաստանի Սկյուդարի Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատան 6 շիրմաքարերու եւ շատրվանի վնասման գործով մեղադրական եզրակացությունը ընդունված է թադարանին գոմե։ Առաջին նիստը պիտի կայանա օգոստոս 20-ին։ Մեղադրյալը խոստովանած է հարձակումը առանցին իրականացուցած ըլլալը եւ հայտնած է իր զղջումը։ Եկեղեցու հիմնադրամը դեղեկացուցած է, որ վնասված շիրմաքարերուն եւ շատրվանին վերականգնման աշխատանքները ավարտած են։ Իրանահայ արվեստագետ Ռեյ Աղայան Հոլիվուդի նշանավոր սկեսներու ցեղավորողներն մեկներ, որ իր ստեղծագործություններով ցեղավորեց ամերիկյան շարժապատկերի եւ հերադեսիլի ոսկետարու գեղարվեստական թիմակիցը։ Ան 3 անգամ առաջադրվեցավ Օսկարի եւ արժանացավ Էմիի աշխատելով բազմաթիվ աստղերու հետ։ Միացյալ Նահանգներու մեջ ան դարձավ բանջված ցեղավորողը իր աշխատանքներով, նրբաճաշակությամբ եւ գերբարներու անհատականության ճշգրիտ արտացոլումով։ Ռեյ Աղայան հարուստ ժառանգություն ցկեց, իր անունը արձանագրել Ռեյ Աղայան հարուստ ժառանգություն ցկեց, իր անունը արձանագրելով համաշխարհային շարժապատկերի եւ սկեսներու ցեղավորման պատմության մեջ։ Թուրքիո մեջ գործող աչիկ ռադիոկայանը դիմաց է սահմանադրական թադարան փոխարկելով հերարցակման արտոնագրի չեղարկումը։ Որոշումը կայացած էր այն բանեն ետք, երբ հաղորդման հյուրերեն մեկը գործածած էր հայրուց ցեղասպանություն եզրույթը։ Ռադիոկայանի ղեկավարությունը զայն կգնահատե որպես խոսքի եւ արտահայտության ազատության, ինչպես նաեւ դեղեցությունը ստանալու իրավունքի խախտում։ Աչիկ ռադիոն հայտարարած է, որ պիտի շարունակե իրավական պայքարը պաշտպանելու ազատ եւ անկախ լրատվամիջոցներու գործունեությունը։ Ամերիկահայ հրապարակախոս Ստեփան Պիլիկյան իր հոդվածին մեջ կշեշտե սփյուռքի հայկական եկեղեցիներու կարևորությունը, նշելով, որ անոնք ստեղծված էին ոչ միայն որպես աղոթատեղիներ, այլև ազգային ինքնության, լեզվի եւ մշակույթի պահպանման կենտրոններ։ Անոր համաձայն ժամանակի ընթացքին համայնքներու փոփոխություններն ու բնակչության դեղաշարժերը պատճառ դարձած են, որ բազմաթիվ պատմական եկեղեցիներ դադարգվին կամ փակվին։ Հեղինակը գոչե պահպանել այս ժառանգությունը, ընդգծելով եկեղեցիներու թերը սփյուռքահայության պատմության, հիշողության եւ ազգային համախմբման մեջ։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևան գալա բացառիկ համերգով բացավ Արամ Խաչատրյան համերգասրահի նոր բացօթյա հարթակը Խաչատրյան ռուֆթոփը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևան գալա բացառիկ համերգով բացավ Արամ Խաչատրյան համերգասրահի նոր բացօթյա հարթակը Խաչատրյան ռուֆթոփը։ Երևանի մասին սիրված երգեր հնչեցին նոր սիմֆոնիկ մեկնաբանությամբ։ Համերգը ղեկավարեցին Էդուարդ Տոպչյանն ու Յարոսլավ Պիչկովը։ Երեգոյին մասնակցեցան նաև հայտնի հայ կատարողներ, իսկ հատուկ հյուրներ օպերային երգիչ Լիբարիտ Ավետիսյանը։ Նոր հարթակը պիտի դառնա համերգասրահի մշակութային կյանքի կարևոր կենտրոններն մեկը, հյուրընկալելով երաժշտական եւ մշակութային բազմազան ձեռնարկներ։
Չավախքի տաղճակ գյուղի մեջ գյուղի օրվան տոնագադարության ընթացքին գրգին կենդանացավ հայկական լրախաղացության հիմնավոր ավանդույթը։ 80-ամյա պահլևան Վլադիմիր Հակոբյան, Արևմտյան Հայաստանի վերջին հայտնի լրախաղացիներն մեկը, զուռնա դհոլի հնչյուններու ներքո քալեց պարանին վրա, արժանանալով ներկաներու չերմ ընդունելության։ Վարպետը, որ ավելի քան 7 տասնամյակ նվիրված է իր արվեստին, ընդգծեց հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։ Հայկական լրախաղացությունը թարավոր պատմություն ունեցող ժողովրդական արվեստն է։ Այսօր Վլադիմիր Հակոբյան կշարունակե պահպանել եւ փոխանցել այս բացառիկ ավանդույթը որպես հայ ժողովրդի մշակութային ինքնության կարևոր մաս։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։